Վերջին օրերին համացանցում տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական զույգը պատմում էր, թե ինչպես են այցելել Լոս Անջելեսում հայկական ռեստորան, որտեղ իրենց չափազանց լավ են ընդունել եւ անգամ այդտեղ իրենց համար երգել է երգիչը։ Օդի լեզու հաղորդաշրջանակներում հաղորդավարներն անդրադարձ կատարեցին դեպքին, չցանկանալով նշել ոչ ռեստորանի, ոչ էլ երգչի անունը։ Մհեր Բաղդասարյանը նշել է, որ խոսել է ռեստորանի մենեջերի հետ, ով հետեւյալ բացատրությունն է տվել. եղել է վրացիների խումբ, որոնց շարքերում եղել են նաեւ երկու ադրբեջանցիներ, ինչի մասին աշխատակիցները նախապես չեն իմացել։ Արա Ղազարյանն անդրադառնալով թեմային նշեց, որ պետք չէ այդպես կուրծք ծեծել այն դեպքում, երբ թուրքերը հանրապետության հրապարակում երգում են, պարում են, երբ ամեն քայլափոխի պետք է լինեն ԱԱԾ աշխատակիցներ, երբ Զատկի նախօրեին տեղի է ունենում Թաթուլի մենահամերգը, երբ մի քանի մետր այն կողմ Ծիծեռնակաբերդն է եւ այդ ամենը տեղի է ունենում ապրիլի 24-ից մի քանի օր առաջ։ Արայի խոսքով չի կարելի մի փոքր ռեստորանի ճղճիմ երգչի հարցը լայնամասշտաբ քննարկել եւ չանդրադառնալ Թաթուլի 12,000 հանդիսատեսով համերգին։ Ավագ շաբաթվա ընթացքում Թաթուլը դնում համալիրում տժժցնում է 12,000 հոգի խրախճանք ժանտախտի ժամանակ, այսպես կոտորելով սպանված քրտնխաշ պարում են, հնչում է բացառապես թուրքական երգեր։ Գեղեցիկ մաքուր հայերենով հայ աղջիկը քայլում է Երևանի փողոցում եւ լրագրողին ասում, որ ինքը նախորդ օրը մասնակցել է Թաթուլի համերգին ու հավելում, որ մեծ հաճույք է ստանում այդ երաժշտությունից։ Մենք ունենք փաստը, որ մենակ նիվեքով չոլկով տղերքը չէին գնացել եւ այդ աղջիկները հաճույքի վայելքներ էին ապրում համերգի ժամանակ, անգիր երգելով բոլոր երգերը։ Ինձ հետաքրքրում է, հիմա ո՞րն էր մեր երաժշտությունը։ Սա տարիների դեգրադացման արդյունքում եղավ։